20 տարուց ավելի է դեբեդի աղտոտման մասին ահազանգում են բնապահպաններն ու դեբեդի ավազանի այգետերերը։ Ոմանց պտուղ բանջարեղենի որակն է վատացել, ոմանց այգիները չորացել։ Պատճառները տարբեր են՝ հանքարդյունաբերությունից մինչև քաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ։ 178 կիլոմետր երկարությամբ դեբեդը Հայաստանի ջրառատ գետերից մեկն է, որի միայն 152 կիլոմետրն անցնում է Հայաստանի տարածքով։ Ցավոք դեբեդը ևս հայտնվել է Հայաստանի ամենաաղտոտված գետերի ցանկում, մինչդեռ գետավազանի տասնյակից ավելի գյուղերի համար Լոռու և Տավուշի մարզերից այն կենսական ու տնտեսական մեծ նշանակություն ունի։ Դեբեդի աղտոտման աղբյուրները բազմաթիվ են՝ հանքարդյունաբերական թափոնաջրեր, կենցաղային կոյուղաջրեր, պլաստիկ թափոններ, որոնք էական վտանգ են ներկայացնում գետի էկոհամակարգի և գետավազանի բնակավայրերի համար։ Դեբեդ գետի ջրերով են ոռոգվում Լոռու և Տավուշի մարզերի այգիներն ու ցանքատարածությունները։ Տավուշի մարզի Արջիս բնակավայրից Վանիկ Հակոբյանը քաղաքացու ձայնին պատմում է, որ շատ է տեսել, որ առավոտյան ժամերին դեբեդի ջուրը մուգ-մոխրագույն է։ Հարևանը Մերուժան Դավթյանը մտահոգիչ է համարում քիմիական նյութերով դեբեդի աղտոտումը։ Շարունակ բարձրաձայնում են ու համարժեք վերաբերմունք սպասում պետությունից։ Աղտոտված նյութերը ուժեղ թունավոր նյութեր են, դրանք լցնում են դեբեդի մեջ։ Մենք էլ այդ ջրով ոռոգում ենք, դուրս եկավ, որ մեր արտադրած դեղցը եկավ ձեր քաղաք, դուք սնվում եք ծանր մետաղներով։ Դեռ 2003-2004 թվականներին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դեբեդի գետավազանի էկոլոգիական խնդիրների վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացրել ու պարզել, որ գետն աղտոտող 100-ից ավելի աղբյուր կա։ Վանաձորից մինչև Թումանյան, Ալավերդի, Աղթալակ, Հարկոբ բնակավայրերի շրջակայքում գործունեություն ծավալող օբյեկտների կենցաղային աղբ, շինարարական թափոններ ու կեղտաջրեր։ Ամենամտահոգիչը արտադրական թափոններն էին, որ գետ էին լցվում Վանաձորի նախկին քիմգործարանի, Ալավերդու պղնձաձուլարանի և Աղթալայի լեռնահարստացման կոմբինատի գործունեության արդյունքում։ Հետագայում դրանց ավելացավ նաև Թեղուտի հանքավայրը։ Տարիներ անց 2018-ի հունվարին կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում ահազանգ էր հնչեցրել Թեղուտի Պոչամբարի պատվարում առաջացած ճեղքերի մասին, ինչի հետևանքով առնվազն 4 օր Պոչամբարի թափոնները լցվել էին դեբեդը։ Թեղուտի հանքավայրը շահագործող Վալեքս ընկերությունն այդպես էլ չէր արձագանքել խնդրին։ 2019-ին Մեծայրումի մի բնակիչ դեբեդի աղտոտման մասին կարճ տեսանյութ էր հրապարակել, գրելով, որ դրանք Աղթալայի կողմից են լցվում դեբեդը։ Պարբերաբար բարձրաձայնում ենք դեբեդի աղտոտման մասին, բայց հանքարդյունաբերողները շարունակում են գետի աղտոտման արատավոր գործելավոճը, որովհետև Հայաստանում չկան հանքարդյունաբերական վնասի փոխհատուցման մեխանիզմներ ու նախադեպեր, ասում է իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։ Եվրամիության աջակցությամբ ձայն և գործողություն հանուն մաքուր և առողջ շրջակա միջավայրի հաղորդակցության արշավի միջոցով համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը նպատակ ունի բարձրացնել գետավազանի համայնքների բնակիչների իրազեկությունը դեբեդի էկոլոգիական խնդիրների վերաբերյալ։ Դեբեդի աղտոտումը կանխելու համար պետության լուրջ ու գործուն միջամտությունն է պետք, Դուլգարյանն է ասում։ Անհրաժեշտ է պետական մոտեցում, այսինքն մենք ունենք գետ բազմաթիվ խնդիրներով, ինքը տնտեսական մեծ նշանակություն ունի մեր տարածաշրջանի համար, ինքը առողջապահական նշանակություն ունի, էկոլոգիական նշանակություն ունի, եւ որպեսզի մենք կարողանանք այդ խնդիրները համապարփակ լուծել, այստեղ պետք է պետական մոտեցում, այսինքն ինքը պետք է ունենա հատուկ կարգավիճակ, այդ ռազմավարությունը իր մեջ պետք է սահմանի նաեւ, թե օրինակ բացի այդ խնդիրներից լուծելուց օրինակ տեղական իշխանությունը ինքը իր հերթին ինչ պետք է անի, հա, գետի հոգատարության կամ պահպանման հետ կապված։ 2018-ից 21 թվականներին համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը տեղի գործընկերների և չեխական Արնիկա կազմակերպության հետ հետազոտություններ են արել, պարզելու Լոռու մարզի Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների հանքարդյունաբերական շրջաններում քիմիական աղտոտվածության մակարդակը։ Հանքարդյունաբերական շրջանների հողից, ջրից, մարդկանց մեզից ու մազերից վերցված կենսանմուշները փորձաքննվել են Չեխիայի հավաստագրված լաբորատորիաներում։
Արդյունքները մտահոգիչ են։ Պղնձի, ցինկի, կապարի, մկնդեղի, քրոմի բարձր մակարդակներ են հայտնաբերվել ճոճկանի տնամերձերում, Ախթալայի հարակից հողերում, բացանքի, պոչանքների եւ պոչամբարների մոտակայքում։ Լորեսի երեխաների օրգանիզմում հայտնաբերված մկնդեղը բազմաթիվ անգամ գերազանցում է չեխ հանքափորների օրգանիզմում առկա սահմանաչափը։ We are sampling fruits, vegetables and soil in different areas. Անգամանզեն աչքով նայելիս է ակնհայտ տարածքի աղտոտվածությունը, շոկային չէր գտնել ծանր մետաղներ օդում եւ ջրում, շոկայինը ալավերդիում դիոքսինի բարձր մակարդակներ, որն ամենամտահոգիչն է։ 2018-ին եւս վերցրել ենք հող եւ նստվածքներ։ Շնորհիվ ուսումնասիրությունների բավարար ապացույցներ ունենք առ այն, որ հանքարդյունաբերությունը թունավորել ու թունավորում է շրջակա միջավայրը։ Փորձում ենք հասկանալ պատճառահետևանքային կապը, արդյոք շրջակա միջավայրի աղտոտվածությունն ազդել է գյուղմթերքի վրա եւ որքանով է այն սննդի միջոցով փոխանցվում մարդու օրգանիզմ։ Մազերի միջոցով ուսումնասիրել ենք սննդի մեջ տեղի ունեցած փոփոխություններն ու դրանց ազդեցությունը մարդկանց օրգանիզմի վրա։ Անցյալ տարի ալավերցիների մազերն ուսումնասիրեցինք, համալիր փորձաքննությամբ պարզեցինք, որ գետից ձուկ կերած մարդկանց վրա եւս ազդում է, եւ գետից ձուկ ուտելն էլ վնասակար է։ Ըստ հետազոտության Ալավերդի քաղաքում Դեբեդի հատակային նստվածքներից վերցված նմուշներում ծանր մետաղների, պղնձի, ցինկի, քրոմի եւ մոլիբդենի բարձր կոնցենտրացիաներ կան։ Գետի աղտոտման պոտենցիալ աղբյուրներն են Ալավերդու պղնձաձուլարանը, պղնձի հանքավայրի պոչանքներն ու մկնդեղի գերեզմանոցը։ Ախթալայի մոտ Դեբեդ գետի ջրի որակի վրա կարող է ազդել նրա վտակ Ախթալա գետը, որը եւս ըստ նմուշառումների ուսումնասիրության մեծապես տուժել է արդյունաբերական գործունեությունից։ Ախթալա գետի արդյունաբերական ազդեցության չենթարկված հատվածներում ծանր մետաղների պարունակությունը զգալի ցածր է, քան Ախթալա քաղաքի տարածքում, ուր գերակշռում են պղինձն ու ցինկը։ Ախթալա գետը աղտոտվում է նաև պոչամբարներից դուրս եկող բաց քարհանքների, պոչանքների, լցակույտերի ջրահեռացումների տարածքով հոսելու պատճառով։ Ծանր ու թունավոր մետաղներ են հայտնաբերվել նաև մազերի 95-ից 98% նմուշներում, ավելի բարձր կոնցենտրացիաներ վերարտադրողական տարիքի կանանց նմուշներում։ 50 տարվա մանկավարժ քիմիկ կենսաբան Սուրեն Միքայելյանը ծանր մետաղներով հագեցած ջրով այգիների ոռոգման վտանգներից է խոսում։ Ստացված բերքի միջոցով նույն թույնը, ասում է, մարդկանց օրգանիզմ է հասնում, վնասը շղթայական է։ Դրա հետևանքները շատ մի քիչ թեկուզ ուշ, ամենայն դեպս անհնարին է, որ հետևանք չթողի։ Ծանր մետաղներ կան, ցինկ կա, արսենիում կա, սելեն կա, կապար կա։ Այդ նշածս էլեմենտները հիմնականում քաղցկեղածին հատկություն ունեն։ 2022-ի հուլիսի 27-ին իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը տեղի ֆերմերներից Դեբեդի աղտոտման մասին հերթական ահազանգներ ստացել։ Քրեական վարույթ էր հարուցվել, ստուգումներ արվեցին, նմուշառումներ վերցվեցին թե գետից, թե Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբար լցվող խողովակից։ Իրավապահները վստահեցրել էին նաև, որ դատաէկոլոգիական եւ դատաքիմիական համալիր փորձաքննություններ կիրականացվեն, պարզելու իրականում գետի ջրերում թունավոր նյութեր կան, թե ոչ։ Մեկ տարի անց վարույթի վերաբերյալ քաղաքացու ձայնի հարցմանն ի պատասխան քննչական կոմիտեից պատասխանել են, որ նախաքննությունը շարունակվում է։ Փորձաքննությունների արդյունքները մինչ օրս անհայտ են։ Փորձաքննության արդյունքներն այդպես էլ անհայտ են մնացել Տավուշի Լճկածոր գյուղի բնակիչ գյուղատնտես Դերենիկ Բեջանյանին։ Դեբեդի ավազանում, ասում է, էնդեմիկ դեղցենիներ էին աճում։ Տարեկան մինչև 30,000 տոննա անուշահամ դեղց էր աճում այստեղ։ Գնալով այդ այգիները չորացան։ Նախկին գյուղնախարարն էր խոստացել, թե փորձաքննություն կանեն ու կպարզեն, արդյոք գետի ջրերն աղտոտված են ծանր մետաղներով, թե ոչ։ Մինչ օրս պատասխան չունեն։ Նմուշարություն կատարեցին եւ հողից, եւ բույսից, եւ ջրից, տարան ես նույնիսկ գնացել եմ Երևան, այդ լաբորատորիա համարով զանգել եմ, այդ մարդու համարով ասել եմ, մենք ուզում ենք իմանանք մեր հարցի պատասխանը, որ իմանանք, որ դեղցենին այլևս մեր տարածաշրջանում չունի հեռանկար, մենք ուրիշ մշակաբույսով զբաղվենք, փաստորեն, մնացել է անպատասխան։ Դեբեդի կիրճում են գտնվում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 3 պոչամբարները։ Յուրաքանչյուրն իր հերթին աղտոտում են ոչ միայն գետը, այլև մարդկանց այգիներն ու հողերը։ Հատկապես անձրևաջրերի միջոցով պոչանքներն ու թունավոր նստվածքները լվացվում գետ են հասնում։
Քաղաքացու ձայնի հետ զրույցում Լոռեցի եւ Տավուշցի այգետերերն ասում են, կոմբինատի անկառավարելի թափոնաջրերով Դեբեդի աղտոտումը կանխելու հարցում պետության միջամտությունն են ակնկալում։ Մենք շուտ ենք ասել, պայքարը դրամա ինչքան ասել ենք, որ չլսնեն, բայց յուղացոնց հաշվի չեն առել։ Իրանք մեծ հարկատու են, գնում են, որ ուղանեն, իրանք կարողանում են այդ հարցերը լուծում։ 2021-ին Ախթալայի 70 բնակիչներ դատական հայց են ներկայացրել ընդդեմ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնտեսական ու առողջական վնասների փոխհատուցման պահանջով։ Հայցերի հիմքում Արնիկայի հետազոտության արդյունքներն են։ Լոռու մարզի Ճոճկան գյուղից Սամվել Սիրադեղյանն էլ է դատարան դիմել։ 1.3 հեկտար հողատարածք ունեմ, Դեպետ գետի ափին է գտնվում, որը սիստեմատիկաբար այդ վարարումների ժամանակ ողողվում է Դեպետի ջրերով եւ այնտեղ այդ հանքերի, այդ տիղմի, պոչանքների նստվածք է նստել, որը բացաբար է արզել Բեղծենու այգու վրա, մի քանի տարվա ընթացքում ամբողջովին չորացել է։ Արդարադատության փոխարեն դատարանը բնակիչներից նոր փորձաքննություն է պահանջել սեփական միջոցների հաշվին։ Փաստաբան Մերի Կարապետյանն ասում է, սա լրացուցիչ բեռ է առանց այն էլ ֆինանսապես տուժած մարդկանց համար։ Մի այդ դատավճիրն է մատնանշում ընդդեմ Շվեյցարիայի ու նկատում, որ էկոլոգիական իրավունքը ողջ աշխարհում առաջնային դեր ունի, որի արդյունավետ իրացումը պետության վրա դնում է անհատներին իրենց շրջակա միջավայրի նկատմամբ լուրջ ոտնձգություններից պաշտպանող ողջամիտ եւ բավարար միջոցների համակարգ ընդունելու պարտականությունը։ Մեր կողմից ուսումնասիրվում են միջազգային պրակտիկային այս իրավունքի տեսանկյունից, որ շրջանակներում պատրաստվում ենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնել։ Մենք միջնորդեցինք փորձաքննություն, սակայն փորձագիտական երկու կենտրոն ներկա պահին նշել է, որ այդպիսի փորձաքննություն չի կարող իրականացնել։ Այդպիսի փորձաքննություն ի նկատի ունեմ համալիր փորձաքննություն, դատա էկոլոգիական եւ դատա ապրանքագիտական, որովհետեւ երկուսը միասին համալիր կարող են բարձել մեր կողմից բարձրացված հարցերի պատասխանները առանձին արդյունավետ չի լինի։ Այսինքն ստացվում է, որ նաեւ Հայաստանում այդպիսի համալիր փորձաքննություն չի իրականացվում, այստեղ նաեւ արդար դատաքննության իրավունքի խախտում։ Ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ Լոռու մարզի պղնձի հանքանյութի արդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենն իր աշխատակցի միջոցով կաշառել է բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի գլխավոր տեսուչին գումարի եւ բենզինի կտրոնների տեսքով։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ խոսքը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մասին է, որի տնօրենը կոռուպցիոն գործարքի միջոցով փորձել էր կեղծել գետի ջրի նմուշները, փոխարինել դրանք այն նպատակով, թե իբր Դեբեդի ջրի որակը երրորդ դասին է համապատասխանում եւ կարելի է օգտագործել ոռոգման նպատակով։ Մեղադրանքներ են ներկայացվել ընկերության տնօրենին, աշխատակցին եւ տեսչական մարմնի գլխավոր տեսուչին։ Տեսուչը տնային կալանքի տակ է, ընկերության տնօրենն ու աշխատակիցը ազատության մեջ։ Լրատվամիջոցների հետ զրույցում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը վստահեցրել էր, որ իրենք նման խնդիր չունեն, իսկ մեղադրանքներին ծանոթ չէ։ Հակակոռուպցիոն կոմիտեից քաղաքացու ձայնը տեղեկացավ, որ նախաքննությունն ավարտվել է։ Դատախազի հաստատած մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Քաղաքացու ձայնը Լոռու եւ Տավուշի մարզերից։